Այսօր պակասեց ևս մեկ գույն, կյանքից հեռացավ հաղորդավարուհի Զարա Արամյանը։ Դստեր Էլեն Գասպարյանի խոսքով Զարա Արամյանի դուստրը լինելն իր համար միշտ պարտավորեցնող է եղել, սակայն երբեք այդ փաստից չի օգտվել։ Չեմ ցանկացել, որ նոր ծանոթության շրջանում առաջին կարծիքը կազմեն, ինչ է թե ես աստղի դուստր եմ։ Դրա համար ես ինքս երբեք չեմ ասել, թե ով է իմ մայրը, որպեսզի ինձ ճանաչեն որպես անհատ, իսկ հետո ժամանակի հետ իմացել են և բնականաբար հաճելի զարմացել։ Նշենք, որ Զարա Արամյանի դուստրը հաղորդավարուհի է։ Այս խոստովանությունը շատ բան է ասում ոչ միայն իր, այլև իր մոր մասին։ Լինել հայտնի մարդու զավակ նրա համար միշտ եղել է պարտավորեցնող, բայց երբեք արտոնություն։ Էլենը ցանկանում էր, որ իրեն ճանաչեն որպես ինքնուրույն անհատ իր խոսքով, իր պահվածքով, իր աշխատանքով։ Այդ ընտրությունը պատահական չէ, այն խոսում է այն դաստիարակության մասին, որը նա ստացել է իր ընտանիքում։ Զարա Արամյանը երբեք չի փորձել իր անունը դարձնել զավակի համար պաշտպանիչ վահան կամ արագ ճանապարհ, ընդհակառակը նա փոխանցել է մեկ կարևոր արժեք. մարդը պետք է նախ արժանանա ճանաչման, հետո միայն անվան, և հենց դա է ամենամեծ ժառանգությունը, որը կարող է թողնել մայրը։ Ժամանակի ընթացքում, երբ Էլենի շրջապատը բնականաբար իմացել է, թե ով է նրա մայրը, արձագանքը եղել է ոչ թե ձևական հարգանք, այլ անկեղծ զարմանք, որովհետև մինչ այդ նրան արդեն ճանաչել էին որպես մասնագետ, հաղորդավարուհի, մտածող մարդ, և միայն հետո այդ պատկերը լրացվել է մի կարևոր փաստով. նա Զարա Արամյանի դուստրն է։ Այդ հերթականությունն է ամենաճիշտը։ Էլենը ևս ընտրել է մեդիայի ճանապարհը, նա հաղորդավարուհի է, աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, վարել բազմաթիվ միջոցառումներ, ակտիվ է սոցիալական ցանցերում, նշենք, որ վերջերս նա մասնակցել է նաև Arm Games խաղերին։ Բայց նրա ներկայությունը տարբերվում է աղմկոտ ինքնահաստատումից, նրա խոսքի մեջ կա զսպվածություն, քաղաքավարություն, լսելու ունակություն, հատկանիշներ, որոնք ակամայից հիշեցնում են մորը, սակայն դա ընդօրինակում չէ, այլ շարունակություն իր ձևով, իր տոնով։ Ով է Զարա Արամյանի դուստրը։ Նա այն սերնդի ներկայացուցիչն է, որը մեծացել է պատասխանատվության զգացումով, որը հասկացել է, որ հայտնի անունը ոչ թե դռներ բացելու միջոց է, այլ չափանիշ, որին պետք է համապատասխանել։ Այդպիսի երեխաները վաղ են մեծանում ներքին իմաստով, նրանք սովորում են չթաքնվել անվան հետևում, այլ իրենց գործով արժանանալ հարգանքի։ Զարայի նման մայր ունենալը նշանակում է ունենալ ոչ միայն սեր, այլ օրինակ։ Օրինակ, ինչպես լինել ուժեղ առանց կոշտ լինելու, ինչպես մնալ մարդ հանրային ուշադրության մեջ, ինչպես խոսել չվիրավորելով, ինչպես լռել առանց հեռանալու։ Այդպիսի մայրերը երեխաներին չեն պարտադրում իրենց ճանապարհը, բայց աննկատ փոխանցում են արժեքներ, որոնք հետո դառնում են կյանքի հիմք։ Էլենի խոսքերից պարզ է դառնում, որ Զարա Արամյանը եղել է ոչ միայն հանրային դեմք, այլ նաև տանը ներկա, ուշադիր, լսող մայր։ Այնպիսի մայր, ում ծիծաղն ու ժպիտը դառնում է ընտանիքի մթնոլորտը, և հենց նրա բացակայությունն է այսօր ամենածանրն իր դստեր համար։ Զարա Արամյանի կյանքը շարունակվում է իր դստեր մեջ, ոչ անունով, այլ վերաբերմունքով կյանքի հանդեպ։ Եվ գուցե սա է ամենակարևոր պատասխանը հարցին՝ ինչ կարևոր է Զարայի նման մայր ունենալը։ Կարևոր է, որովհետև այդպիսի մայրերը երեխաներին թողնում են ոչ թե ստվերում, այլ լույսի մեջ, սովորեցնելով քայլել ինքնուրույն, բայց երբեք միայնակ չզգալ։ Իմ ամենալուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ, արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ, թե ինչ եմ անելու, ոնց, միշտ զգալու եմ կարիքդ։ Մորս Զարա Արամյանի այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց։ Հոգեհանգիստը տեղի կունենա ամսի 20-ին Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17-ից, սոցիալական ցանցի իր էջերում գրել էր Էլեն Գասպարյանը, Զարա Արամյանի դուստրը։ Կան կորուստներ, որոնք չեն աղմկում, բայց ծանր են նստում ներսում։ Զարա Արամյանի մահը հենց այդպիսին է, այն ցավ է, որը չի պահանջում բարձր բառեր, պարզապես ստիպում է լռել ու մտածել։ Ցավալին միայն նրա հեռանալը չէ, այլ այն դատարկությունը, որը մնում է հետո, ընտանիքի համար, մոր, կնոջ, տան կենտրոնի բացակայությունը։
Դստեր համար այն ձայնի ժպիտի ներկայության կարոտը, որը ոչ ոք չի կարող փոխարինել, իսկ քաղաքի համար մի մարդու պակասով ներկայացնում էր մշակույթ, խոսքի արժանապատվություն ու մարդկային ջերմություն։ Այսպիսի պահերին բառերը քիչ են օգնում, մնում է միայն սրտով հասկանալ ու լուռ ուժ մաղթել նրանց, ովքեր հիմա ապրում են ամենադժվար փուլը։ Ժամանակը ցավը չի ջնջում, բայց սովորեցնում է ապրել հիշողության հետ, առանց կոտրվելու։ Լույս հիշատակ Զարա Արամյանին, ուժ ու խաղաղություն նրա ընտանիքին։ na 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 na